Համերգի մասնակցելու թե հանրահավաքին այսօր հանրահավաք է տեղ ունենալու Իհարկե։ Եկել եք հանրահավաքի Այո, իհարկե։ Ինչ ակնկալիք Հանրահավաքից դրական լիցքեր ստանալու ակնկալիք ունեմ, բայց հիմնական ակնկալիքը կապված է հունիսի 7-ի ընտրությունների հետ, եւ ես ենթադրում եմ, որ մենք պետք է հունիսի 7-ից հետո Հայաստանում ձևավորենք նոր իշխանություն։ Ամբողջ հույսերը, ցանկությունները, իլզերը, նպատակները կապված են հենց դրա հետ։ Ներկա իշխանության գործելավոճի հետ հաշտեք։ Հաշտեմ արդեն 8 տարի։ Որովհետև 18 թվականի դեկտեմբերին արդեն իմ համար պարզ էր, որ մենք պետության կառավարումը վստահել ենք մարդկանց, որոնք գաղափար չունեն ինչպես պետք է կառավարել պետություն։ 18 թվականի դեկտեմբերին ես հայտարարել եմ հացադուլ պետական կառավարման մոդելը մասնավորապես իմ մասնագիտության մեջ կինոյում փոխելու համար, քանի որ այն ինչ որ կատարվում էր կինոյի կառավարման մեջ, տրանսֆորմացնում էի ամբողջ երկրի կառավարման վրա, հասկանում էի, որ մենք սարսափելի իրավիճակի մեջ ենք։ Եվ 18 թվականին ես արդեն ասում էի, որ եթե ինչպես կինոյում է կառավարվում, այդպես կառավարվում է բանակը, ուրեմն մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք։ Ու ոնց որ չեմ ուզում ասեմ, բայց ոնց որ մարգարեական լինել այդ ամեն ինչը։ Օրինակ իշխանությունը անընդհատ օրինակ է բերում այն, որ կենսաթոշակներն են բարձրացրել, առողջապահության ապահովագրություն են մտցրել։ Առողջապահության ապահովագրությունը մտցրել են այս վերջերս, թոշակներն էլ բարձրացրել են այս վերջերս։ Այսինքն 8 տարի իրանք նախապատրաստում էին, որ 2026 թվականին ապահովագրություն մտցնեն եւ թոշակներ բարձրացնեն։ Այս իշխանությունը տապալել է բոլոր ոլորտները, որին ձեռք է տվել, կործանել է Հայաստանը, կորցրել է Արցախը, հանձնել է Արցախը եւ ես դրական որևէ դրական բան չեմ տեսել։ Եվ միշտ այդպես է, երբ որ փողոցից պատահական մարդիկ գալիս են իշխանության։ Այնպես որ հիմա մենք ունենք լեգիտիմ իրավունք այս իշխանությանը ուղարկելու դուրս։ Հայաստանում չի եղել իշխանություն, որը 2 ժամկետից ավել մնացել է կառավարման ղեկին, եւ չեմ կարծում, որ այս իշխանությունը ունի որևէ արտոնություն այդ ընդունված բանը փոխելու։ Գիտեք, անգամ լավ իշխանությունը 2 ժամկետ մնալուց հետո լճանում է, իրան շրջապատում է իր մտերիմներով, դեգրադացվում է։ Իսկ այս իշխանությունը առավել ևս վստահ եմ, որ հանգիստ չեն գնալու, վստահ եմ, որ բիրտ մեթոդների են գնալու, բայց ենթադրում եմ, որ այս հակառակ կողմը եւ ինձ դրա մեջ հույս է ներշնչում նաեւ գրագետ ընտրարշավը պատրաստ է այդ քայլերին եւ ես կարծում եմ, որ մենք հունիսի 8-ին կարտանանք դրական տրամադրություններով։ Ես եմ շնորհակալ։